Բարև Օլիմպոս եւ Օլիմպոսցիներ, այսօր ձեզ համար շատ լավ անակնկալ ունենք։ Ինձ թվում է ոչ միայն ձեզ համար, այլև մեզ համար, որովհետև մենք հյուրընկալել ենք աշխարհի արդեն կրկնակի չեմպիոնի, նա նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, ով է նա Հասմիկ, եւ օլիմպիական արծաթե մեդալակիր եւ նա Վարազդատ Լալայանն է։ Ողջույն Վարազդատ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք ոսկե մեդալի համար եւ շնորհավորում ենք եւս մեկ անգամ։ Merci շատ։ Եվ նաև ներողություն ենք խնդրում, որ քեզ սպասեցնել տվեցինք։ Ոնց ես արդեն քանի օր է Հայաստանում ես հասցրել ես հանգստանալ։ 3 օր է արդեն Հայաստանում եմ, դեռ չեմ հասցրել հանգստանամ, բայց ժամանակ ունեմ հանգստանալու, կհանգստանամ ուզում։ Բայց մեզ ամենաշատը հետաքրքրում է քո երկրորդ ոսկե մեդալը, ինչպիսի պայքարում քեզ տրվեց, ինչպիսին էր մրցակցությունը եւ քո զգացողությունները։ Մրցակցությունը մի քիչ ավելի սպասելիից ավելի հեշտ էր, որովհետեւ Գոռ Մինասյան լավ չէր զգում իրեն, լավ չմասնակցեց։ Պարսիկ մարզիկը չհասկացանք ինչ եղավ, 0 ստացավ, մյուսը վնասվածքներ չմասնակցեց, ավելի հեշտ պայքար ավելի հեշտ տրվեց, բայց նու կիլոգրամների առումով հեշտ չտրվեց էլի կիլոգրամները այդ ժամանակ արդեն։ Իսկ երբ որ պայքարը հեշտ չի տրվում, դա քեզ չի թուլացնում։ Չէ, ավելի է ուժեղացնում։ Ծանր պայքարը ավելի մեծ կիլոգրամներ է սպասում։ Նախորդ տարվա առաջնությունը խոստանում էր, որ այս տարի էլ բավական թեժ է լինելու, բայց մենք լրիվ հակառակ պատկերին ականատես եղանք։ Ընթացքում դա ինչպես փոխեց քո ծրագրերը, ելույթները, բարձրացրած կիլոգրամները։ Ընդհանրապես բան չի փոխվել իմ մոտ, ես իմ պատրաստվածությամբ իմ հնարավորությունների սանդղակներում աշխատել եմ։ Բան չի փոխվել պայքարի մեջ իմ մեջի պայքարի մեջ չի փոխվել ոչ մի։ Այսինքն այն կիլոգրամները, որոնք որ նախատեսել էիր, դու դրանց մոտեցար, դրանք փորձեցիր։ Հա, դեպքում փոքրուն վարությունը երկրորդ մոտեցումը չստացվեց, ավել կիլոգրամ չկարողացա բարձրացնել, բայց հերուն վարությանը ինչ որ պլանավորել էի, այդպես եղավ էլի։ Եկա աշխարհի ռեկորդ, ուղղակի չստացվեց։ Բայց դու բարձրացրել էիր այդ քաշը մարզումներին։ Չէ, չեմ բարձրացրել այդ քաշը։ Իսկ դու այդ մարզիկներից ես, որոնք սիրում են հենց մրցման ժամանակ փորձել։ Այդ նենց կիլոգրամ էր, որ պետք է ունեի մոտեցում, արդեն հաղթել էի ու պետք էր այդ ուրիշ ոչ թե փորձելու համար էի գնացել էի անելու, ուղղակի չստացվեց, պահեր։ Վարազդատ նշեցիր, որ նախորդ տարի սպասում էիր, որ հիմա այս տարի ավելի դժվար մրցակցություն կլինի եւ երբ որ դա չեղավ, քո զգացողությունները չեմպիոն դառնալուց հետո տարբեր էին։ Ճիշտն ասած չեմ զգացել տարբերություն զգացողությունների մեջ, իմ համար այդ զգացողությունները միշտ նույնն է։ Թե հեշտ, թե թույլ պայքար, թե ուժեղ պայքար կապ չունի, ես այդ ամեն ինչի համար տանջվել եմ, ամեն ինչի համար աշխատել եմ։ Նորապես տարբերություն չկա զգացողությունների մեջ։ Միևնույն է, ծանրաձողը պետք է գնաս ու պետք է բարձրացնես, բայց մենք էլ ենք ակնկալում, որ ամեն դեպքում ավելի լարված է լինելու եւ Գոռից ենք ավելին սպասում, բայց փաստորեն չգիտենք, որ ինչ որ խնդիրներ ունի։ Ինչ կասես նրա ելույթի, ձեր մրցակցության եւ ընկերության մասին։ Դե իմ ու Գոռի ընկերությունը կախնիկ չի, մենք կապ չունի, որ Գոռը Բախանի հավաքանից է մասնակցում։ Մենք իրար հետ մարզվում ենք մի հարթակում, իրար հետ, չգիտեմ, հավաքներ իրար հետ ենք անում, թեկուզ մրցման տեղի պարապմունքներ իրար հետ ենք անում, ինչև մրցումների պահը, հետո մրցման ժամանակ ամենքս մեր առաջադրանքն ենք կատարում, մեր առաջ Գոռը լավ չմասնակցեց, Գոռը ավելին է պատրաստ ու ավելին կարանի, ուղղակի զուտ չստացվեց պահեր, ուսով եմ շուտ կվերականգնի, որովհետև մի ամսից մրցումների է, իրան հաջողություն եմ մաղթում, միայն չեմպիոնություն։ Մենք եւս հաջողություն մաղթենք Գոռին, խոսենք հրում վարժությունից, Վարազդատ, որտեղ Ալի Դավուդին անհամեմատ ուժեղ է եւ միշտ կարողանում է լարվածության մեջ պահել թե քեզ, թե Գոռին։ Այս անգամ ճիշտ է չստացվեց, բայց ինչ ես անում, որ հրում վարժությունում ավելի բարելավես քո արդյունքները եւ կարողանաս երկամարտում նրանից չվախենալ։ Դե դա արդեն մարզումային process է, ու ես պատրաստ էի, ավելին պատրաստ էի։ Եթե չգա այդ աշխարհի ռեկորդը,
կգայի, ասենք, չգիտեմ, 55 կամ մի քիչ ավել ու կբարձրացնի, ուղղակի այդ բային իմաստ չկար, այդ բային էդ էր պետք, եկել եմ 1 կիլոգրամը։ Բայց դուք երկրորդ տեղը զբաղեցրած Գորիս, եթե չեմ սխալվում, 14 կիլոգրամ էր, չէ՞, առաջ էր անցել, այդքան մեծ էր տարբերությունը։ Գորը երկամարտում։ Այո, երկամարտում ու 14 կիլոգրամ էր։ Հրումում երևի 8 կիլոգրամ, հա, 42 բարձրացած։ Հրումը ավելի շուտ սկսեց նա։ Հա։ Իսկ ընդհանուր աշխարհի առաջնությունը ոնց կգնահատես։ Մեր հավաքականը ցավոք սրտի այդքան էլ հաջող հանդես չեկավ։ Աշխարհի առաջնությունը այդ համեմատելու չի ընդհանրապես Եվրոպա առաջնությանը, այդ աշխարհությանը թույլ մարզիկներ ու չկա։ Մեր մարզիկներն շատ ուժեղ էին, շատ պատրաստված էին։ Ուղղակի զուտ բախտը չստացվեց, Կարնիկի մոտ չստացվեց, Կարնիկի երիտասարդ մարզիկ, հա։ Սահակյան Գորի մոտ էլ չստացվեց, Սահակյան Գորն էլ երիտասարդ, ու այդ մեդալի պայքարը, հաղթելու պայքարը երևի խանգարեց, Գորը 0 ստացավ։ Հետո Կարիկը, Սիմոնը, այդ չես կարող ասես, որ ինչ-որ թմի անհաջողություն է կամ չգիտեմ, ուղղակի զուտ սպորտ է, սենց բաներ միշտ լինում է։ Եթե պայքարը մեդալի հետ է, ու պայքարը մեդալի համար է կամ չեմպիոնության համար է, պետք է սենց բաներ հաստատ կլինի։ Ու вообще այս մրցումների ժամանակ զերոները շատ էր, ոչ միայն մեր մարզիկների, այլ տարբեր երկրի մարզիկների զերոները շատ էր։ Ինչով էր դա Ու չստացված մոտ թազա քաշեր էր, քաշերը փոխվել էր առաջին մրցումներ ու բանը։ Մարդիկ չէին ադապտացել իրանց քաշերին։ Կեսը իջել էին մի քաշ ներքև, կեսը բարձրացել էին, ամեն մարդ չէր կարողացել լավ ադապտանալ այդ քաշերին։ Ուսում եմ մի տարի հետո արդեն ամեն ինչ լավ կլինի կամ մինչև Եվրոպա արդեն մեր թիմը ուժեղ թիմ է, մեր թիմը 2023 թվականի աշխարհի չեմպիոն թիմն է ու մենք կապացուցենք, որ մեր թիմը աշխարհում էլ Եվրոպայում է ամենաուժեղ թիմն է։ Դու ինքդ էլ ասացիր, որ մրցակցության առումով շատ են տարբերվում Եվրոպայի ու աշխարհի առաջնություններ։ Եթե Եվրոպայում մենք ունենք առաջատարություն, ոսկե մեդալներով ենք վերադառնում, ցավոք աշխարհում հիմա շատ ենք զիջում։ Կարծում ես մենք թուլանում ենք, թե ինչ-որ վերափոխումների շրջան, ինչով է դա պայմանավորված գլոբալ առումով։ Երիտասարդ թիմը երիտասարդ է, մարզիկները երիտասարդ են, փորձի պակաս կա։ Հուսով եմ այդ ամեն ինչը շուտ կուղվի, ու մարզիկներն իրանց մեջ կհասկանան, որ մեծերի պայքարը արդեն ուրիշ պայքար է։ Դու ինքդ ինչ երիտասարդներ չի, չգիտեմ, 23 տարեկաններ չի, մեծերի պայքարը ուրիշ պայքար է։ Ինչքան շուտ հասկանան այդ ամեն ինչը, ու ինչքան շուտ սկսեն պայքարելը այդ մեծ ու բաղազալի մեդալների համար, այդքան ավելի լավ համ մեր համար, համ թմի համար, համ մեր հայ ազգի համար։ Դու ինչպես է անցումը արել եւ քեզ ինչպես է տրվել, երբ ես հասկացել, որ մեծահասակների պայքարին ես մասնակցում։ Իմ մոտ մի քիչ դա ամեն ինչը process-ը արագ եղավ, որովհետև ես որ մտել եմ մեծերի հավաքական, այդ ժամանակ մեծ տղեկը շատ էին հավաքականում ու հետները շուտ են մերվել։ Իսկ հիմա մեր թիմի, ասենք 80%-ը երիտասարդ են ու մի քիչ ուշ են մերվում, էլի, բայց այդ ամեն ինչը շատ շուտ տվող բան է։ Մերում եք կամաց։ Դու ճիշտ է, երիտասարդ ես ասում, բայց դու էլ պակաս երիտասարդ չես, չնայած փորձառու ես, ես հասկանում եմ, ես շուտ մերվեցել այդ ամեն հիմա ինչ ես անում, որ օգնես այդ երիտասարդներին ավելի հեշտ հարմարվեն մեծահասակների պայքարին։ Ինչքան հնարավոր է, եթե ինչ-որ բան տենում եմ, որ սխալ են անում, խորհուրդ եմ տալիս կամ չգիտեմ, հեչ որ չէ, ես եմ իրանցից խորհուրդ վերցնում, որպես երիտասարդ կարող է ավելի շատ ինչ-որ, չգիտեմ, լավ բան տենամ, ընդօրինակեմ։ Ինձ ադապտանալու, մերվելու համար իմ այդ ժամանակ ես որ մտել եմ թիմ Ռուբեն Նայղե Ալեքսանյան, Գորնա Մինասյան ու շատ են ինձ օգնել, թե որպես իմ քաշային մարզիկ, թե որպես արդեն ընկեր թիմակից օգնել են ինձ, ես էլ շուտ մերվել եմ, կարողացել եմ ճիշտ հասկանամ այդ ամեն ինչը ու ավելի շուտ եմ կարողացել ադապտանալ։
Միշտ էլ ասում են, չէ, որ օլիմպիական խաղերից հետո պետք է երիտասարդներին պատրաստել դեպի նոր օլիմպիական խաղեր, երևի մեր հավաքականը հիմա այդ փուլի մեջ է, հա։ Դե հիմիկվանից արդեն պիտի պատրաստվենք, ունենանք մարդիկ, որոնք հստակ պատրաստվում են օլիմպիական խաղեր։ Մինչև քո ելույթները աշխարհի առաջնությունում մենք ցավոք 0-ներ ունեինք, երկամարտում ոչ մի մեդալ, դա մեծացնում էր քեզ վրա պատասխանատվություն, դու ինչ որ ավելորդ ճնշում զգում էիր, թե հանդիպ։ Ես ոնց որ արդեն իմունիտետ էի ձեռք բերել, անցյալ տարի է նույն պատկերը։ Հա, 2024 թվականի աշխարհահռչակցությանը այնտեղ շատ է ավելի շատ քանակով էինք մասնակցում, 0-ները ավելի շատ էր ու բարդավորվածությունը հա մեծ էր, որ կարողանամ ես իմ մեդալով ծածկեմ այդ ամեն ինչը ու հուսով եմ ստացվում է այդ իմ մոտ 2 տարի էլ։ Հուսով եմ մյուս աշխարհահռչակցությանը էլ կարիքը չի լինի բարդավորվածությունը իմ վրա դնելու, հուսով եմ մինչև իմ աշխարհի չեմպիոն դառնալը արդեն կունենանք աշխարհի չեմպիոն։ Պատկերացնում ես 20 գերծանր քաշայիններից աշխարհ ինչքան լավ կլինի քեզ համար։ Իսկ այդ ընթացքը շատ է տևում մինչև հերթահասնում է գերծանր քաշայիններին, դա քեզ լարվածություն է տալիս, թե դու հանգիստ սպասում ես։ Փոքրուց տենց է եղել, սովորել եմ ես, հա։ Սովորել եմ ու ես իմ հանգիստը, պարապմունքները ու տենց եմ կազմակերպում, որ ոչ ծանձրանամ, ոչ հոգնեմ։ Գնում ես թիմակիցների ելույթներին կամ քաղաքում շրջելու։ Մի հոգու տենց գնում, շատ չեմ գնում, ինչքան մրցումներս մոտ փորձում եմ չգնալ, որովհետև ավելի շատ եմ լարվում, չեմ կարող նայեմ էլ իմ թիմակիցներից ելույթները, որովհետև ավելի ծանր եմ տանում, քան իմ մոտեցումները։ Էմոցիոնալ առումով։ Հա, այդ որ հա։ Խանգարում հետաքրքիր է։ Քաղաք էլ չես գնում փաստորեն։ Չէ, ավելի շատ հանգստանում եմ։ Չեմ գնացել ինչ որ զբոսնելու բան, հստակ նպատակով եմ գնացել։ Հասկանալի։ Բարազդատ չեն կարող չխոսել Լաշա Տալախաձեից, մինչև նա եւ նրանից հետո գերծանր քաշային կարգը լրիվ ուրիշ պայքարում է ընթանում։ Ինչպես է նրա բացակայությունը ազդում ձեզ վրա, արդյոք իր ներկայությունը լրացուցիչ մոտիվացիա չէր, ավելի լարվածություն չէր բերում։ Դե Լաշան մինչև սպորտը ավարտելը ինքն իր գործն արել է այս սպորտում ու այդ քաշերի կեշիրը բարձրացրել է արդեն ու մեզ այդ սանդղակը բարձրացրել է, որ մենք էլ կարողանանք այդ բարձր սանդղակի կիլոգրամները արդեն կանք, ինքն այդ նիշը բարձրացրել, իսկ Լաշայի հետ թե առանց Լաշա չեմ կարող ասեմ, պայքարը իմ համար նույնն է, ես նույն ձևի իմ մեդալի համար պայքարում եմ։ Այն ժամանակ էլ էի պայքարում էլ իմ մեդալի համար, նույն ձևի, պրոստը չէր ստացվում։ Իսկ հիմա ստացվում է։ Իսկ երևի ես սխալվում եմ, բայց ինձ մոտ տպավորություն էր, որ նրա ներկայությամբ մյուս մարզիկները, թե դու, թե Գոռը, թե մյուսները ավելի շատ բան ունեն ապացուցելու։ Դե հա, հնարավոր է։ Հնարավոր չէ այդպես էր։ Հա, բայց դուք կողքից ավելի երևի լավ կտեսնեք, քան մենք ներսից։ Դուք ամեն ինչ անում եք, որ դե նրա կիլոգրամները շատ բարձր էին լինում, որ այդ տարբերությունը հնարավորինս քչացնեք ու ամեն տարի գնում եք այդ տարբերությունը նվազեցնել։ Ինչքան էլ ուզում է քո հագարակորդը շատ ուժեղ լինի ու անկերազանցելի լինի, քո նպատակը իրան հաղթելն է։ Ու այդ լավ է, երբ որ դու մտածեցիր, որ դու իրան չես կարող հաղթես, ինքը շատ ուժեղ է, դու կմնաս նույն տեղում։ Դրա համար մեր կիլոգրամները շուտ սկսում էր աճել, մենք փորձում էինք նվազեցնենք այդ անդունդը կիլոգրամների ու ստացվում էր մեր մոտ։ Արդեն վերջում մոտիկացել էինք, արդեն կարող էինք հաղթել, ուղղակի Փարիզը։ Դե Փարիզում շատ 2022-ի աշխարհի առաջնությանը, 2022-ի Եվրոպայի առաջնությանը շատ մոտ էինք, կարող էինք հաղթել, ուղղակի ինչ-որ բան պակաս էր։ Դու ասացիր, որ դուք եք փորձում ուժեղանալ Լաշային հասնել, վստահ եմ գիտակցում եք, որ հիմա էլ մյուսներն են փորձում ուժեղանալ քեզ Գոռին հասնել։ Հիմա որ Լաշան չկա, այս ոսկի մեդալի գինը ավելի է։ Այն ժամանակ մենք կարող է ես ու Գոռն էինք մենակ ուզում այդ ոսկի նվաճենք, հիմա շատ մարդ է ուզում, որովհետև իմ կիլոգրամները այդքան շատ չի Լաշայի պես բարձր, ավելի շատ քաղցր է էլի ոսկու գինը։ Դրա համար դուք էլ պետք է աշխատեք, որ հանկարծ հետևից եկողները այդ ավելի դժվարանում է էլ ամեն ինչ։
Որտեղ հիմա էլ ձեզ են շատ ուշադիր ուսումնասիրում, ձեր սխալները փորձում օգտագործել, ու երբ որ դու առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձար, դա շատ լուրջ իրադարձություն էր, որտեղ անչափ երկար տարիներ բոլորս դե գիտեինք մինչև մրցումները սկսվելը, որ այդ մեդալը գնալու է Վրաստան, բայց դու կարողացար ամենահետաքրքիր պայքարներից մեկում լավ քաշային կարգում դու հաղթել։ Հա, դա էլ էր սպորտային կարևոր իրադարձություն։ Այդ պահից դու գիտակցում էիր, որ գալիս է նոր ժամանակաշրջան, Վարազդատի դարաշրջան։ Ճիշտ ասած, դա չեմ մտածել այդ ամեն ինչի մասին, բայց գիտակցել ես։ Ինչքան ես իմ վրա պարտավորվածություն եմ վերցրել, որ ինչքան հնարավոր է, ինչքան կարող եմ հնարավորությունների չափով լինեմ առաջինը։ Դե մնացածը սպորտը չեմ կարող ոչ երաշխավորել, ոչ ինչ-որ բան խոստանալ։ Ասված դա լինեն ոնց որ ես եմ մտածում։ Մենք շատ կուզենք դա, սպասում ենք։ Վարազդատ այսպես թեթև խոսեցինք օլիմպիական խաղերից, բայց ամեն դեպքում իսկապես կոնկրետ ինձ համար այնպիսի տպավորություն էր, որ այդ առաջին մրցումներն են, որ դու շրջանցելու ես Լաշային, հենց զուտ պայքարի ժամանակ։ Ինչը չստացվեց, ինչը զգացիր դու մրցման ավարտից հետո։ Չստացվեց, չեմ կարող ասել այդ բանին ինչը չստացվեց իմ մոտ, երևի ինչ-որ բան կիսատ էր, ինչ-որ բան չէր հերիքում։ Ճիշտ է, պատրաստ եմ եղել այդ կիլոներին, այդ ինչ կիլո որ չեմ բարձրացրել, Լաշային հաղթելու համար այդ կիլոգրամները մի 3-4 անգամ մարզումներին բարձրացրել եմ։ Այդ ավելի ծանր է, որ դու գիտես, որ կարող ես այդ ամեն ինչը անես ու չես հենց այդ բային կարևոր բային դու չես անում այդ ամեն ինչը, բայց հիմնականում ես չեմ ուզում խոսամ օլիմպիական խաղերից, որովհետև մի բան իմ համար այդ ծանր թեմա է։ Հետո էլ մտածում եմ, որ երևի այդ մեդալը իմը չէր, որ ինձ չհասավ։ Ես Աստծուց շնորհակալ եմ ինձ տվածից, ինձ կամեցածից, իմ մեդալից։ Ճիշտ է արծաթ էր, բայց երևի այդ բային այդ էր իմը ու Աստված այդ կամեցավ ինձ։ Շատ գեղեցիկ պահ էր, երբ դու ստացար քո մեդալը, համբուրեցիր, մենք շատ հուզվել էինք ու Գոհարը ճիշտ ասեց, մենք այդ պահին հավատում ենք, որ ամեն ինչ քեզնից է կախված ու կարող ես շրջանցել, բայց դե քո ժամանակը կգա դեռ։ Դե այդ մեդալի համար ես շատ ջանք եմ դրել ու չգիտեմ։ Ու ես այդ մեդալը որ վերցրեցի իմ ձեռքեր, իմ անցածաղ ճանապարհը իմ աչքերի դեմով անցավ ու շնորհակալություն հայտնեցի Աստծուց, որ ինձ կամեցավ։ Շատ հուզվեցի։ Իրական երևի օլիմպիական մեդալ ուրիշ է, չէ՞։ Բոլոր մարզիկները դա են ասում։ Հա։ Ինչո՞վ։ Չեմ կարող բացատրեմ, օլիմպիական մեդալը մի քիչ։ Գիտես այդ երախտագիտությունը, որ դու զգում ես այդ մեդալին ես նայում ու տալիս ես իրան քո ողջ սերը, այնքան խոսուն են այդ կադրերը, շատ ոգևորիչ է, որովհետև մենք գիտենք բազմաթիվ մարզիկներ, ովքեր չեն ընդունում արծաթը կամ բրոնզը։ Չէ, ես հարգում եմ ամեն մեդալ ու ամեն օլիմպիական բոլոր մեդալներն թանկ են։ Մարդիկ երազում են օլիմպիական խաղեր մասնակցելու, դաժե մասնակցելու համար, ասենք, չգիտեմ, վերջի տեղ գրավելու համար, իսկ դու հերիք չի մասնակցում ես օլիմպիական խաղերին ու մի հատ էլ այդ քաշային կարգում դու երկրորդն ես։ Այդ շատ լավ զգացողություն է։ Դու պատմության մասն ես կազմում ու դա չգիտակցել հնարավոր չի։ Ամեն դեպքում քո ուզած ոսկին չեղավ, բայց շատ կարևոր արծաթ եղավ։ Ինչ դաս տվեց քեզ, ինչ փորձ էր քեզ համար եւ ոնց է օգնելու հետագայում։ Այդ կյանքի ու սպորտի մեծ փորձ էր ու այդ ճանապարհը, որ անցնում ես ու չգիտեմ ոնց ասեմ, այդ ամեն ինչը քո համար մի հատ դասա, որ դու մյուս, ասենք, չգիտեմ, մրցումներին, մյուս օլիմպիական խաղերին ավելի վստահ լինես, ավելի պատրաստված լինես, ավելի հաղթողի հոգեբանությամբ լինես, որ ունես արծաթը, արդեն քեզ ոսկին է պետք։ Դենց առանձնապես շատ բան չկա էլի այդ թեմայով խոսալու։ Բայց շատ կարևոր բաներ ասեցի։ Դեև չես սիրում շատ ասել։ Մեր հետևորդներն էլ էին հարցեր ուղարկել ու նրանցից մեկը այսպեսի հարց էր տվել, հիմա որ խոսում ենք, ինձ սա էլ հետաքրքրեց։ Այդ անցած դժվարությունը ճանապարհիդ ունեցած դժվարությունները որոնք են եղել, որոնք ինչպես ես հաղթահարել, որ հասնես այս ամեն ինչին։ Դե դժվար ու
բարդ ճանապարհ է շատ, ամեն մարզում, ամեն օր, որ կարողանաս ճիշտ կազմակերպես համ մարզումներդ, համ հանգիստդ, համ օրդ ու ծանրաբեռնած մարզումներ տանջվել, շատ դժվար ճանապարհ է։ Մարզիկի, չգիտեմ, անցած է դժվար։ Դու այդ բային, որ դաժե այնքան հոգնածես այդ ամեն ինչից, որ չգիտեմ, արդեն դու մեդալը ստանում ես, դու այդ ամեն ինչի ջերմությունն է շատ քիչ ես զգում արդեն։ Չգիտես, ավելի շատ ուրախ ես, թե հոգնած։ Արդեն քիչ ուրիշ զգացողություն։ Էլի հետևորդներից մյուս հարցը, թե որն է այս պահին քո ունեցած մեդալներից ամենաթանկը, կարևորը։ Ես ոչ մի մեդալ չեմ առանձնացնում, իմ համար երևի օլիմպիական մեդալը էլի։ Բոլոր մեդալներից համար է հավասարաչափ տանջվել եմ, հավասարաչափ, չգիտեմ, իմ մեջի եղածը դրել եմ, որ ունենամ այդ մեդալը, բայց երևի օլիմպիական մեդալը կառանձնացնեմ, որովհետև օլիմպիական մեդալը ոչ միայն իմ համար, այլ բոլորի համար առանձնահատուկ մեդալ է։ Էլի ընթերցողներից շարունակենք։ Քո սիրած ուտելիքները ճիշտ է ծարամարտից մի քիչ շեղվում ենք, բայց մարդկանց հետաքրքիր է։ Այդտենց առանձնացված տոլմա երևի։ Թփով Թփով։ Սովորաբար դիտողոսակիր մարզիկները չեմպիոններ օրինակ են երեխաների համար, ինչ ես կարծում դու, ինչ ազդեցություն ես թողնում եւ ոնց ես ոգեշնչում, որ սիրեն սպորտը եւ զբաղվեն։ Ես չգիտեմ, շատ քիչ ժամանակ եմ ունենում դաժե երեխաները չփվելու, որտեղ որ ես պարապում եմ, հիմնականում չեմ տեսնում իմ այդ ինձանից տարիքով փոքր երեխեքին, որովհետև հիմնականում հավաքների եմ թեմի հետ եմ էլի ավելի շատ, քան երեխաների, բայց երեխաներին խորհուրդ կտամ, որ հիմիկվանից իրաց մեջ կոփեն այդ պայքարելու հատկությունը էլի, որ կյանքում ամեն ինչ պայքարով ես հասնում ամեն ինչի, երբեք թող չհանձնվեն, մենակ պայքարեն։ Եվ որպես այսպես ամփոփում մեր զրույցի, հիմա փոքր հանգիստ կունենաս, մինչև տարեվերջ այլևս մրցումներ չկան, ինչ ես անելու։ Դե այդքան երկար չեմ հանգստանա, որովհետև սկսելու եմ մարզվելը, որովհետև տարվա սկզբին Հայաստանի առաջնություն ունենք, հետո պատրաստվելու ենք Եվրոպայի առաջնությանը։ Ինչքան երկար ես հանգստանում, հետո այդքան ավելի ուշ ես վերականգնվում, էլի։ Քիչ կհանգստանամ, ավելի շատ կփորձեմ, ոնց որ, չգիտեմ, մարդու ավելի շատ մարզիկի մոտ ավելի շատ ներվերն է ուշ վերականգնվում, էլի։ Շուտ ներվերս կարողանամ վերականգնեմ, չէ՞ ոչի ընդհանուր մկանները մարմինը շուտ է վերականգնվում։ Շուտ վերսկսեմ մարզումները։ Դե թող քո մոտ ամեն ինչ ստացվի, եւ նյարդերը տամուր լինեն, եւ ֆիզիկապես անգերազանցելի, եւ նորանոր ոսկե մեդալներ բերես Հայաստան։ Մերսի շատ։ Շատ շնորհակալ ենք անկեղծ զրույցի համար։ Ես շատ տպավորվեցի։ Հուսմունքս դեռ չի անցել։ Այո։ Շնորհակալ ենք եւ ելի կհանդիպենք արդեն ավելի շատ ոսկե մեդալներով։ Մերսի շատ։ Իսկ դուք մեր հետևորդներ բաց չթողնեք այս շատ կարևոր հարցազրույցը, մեզ հետևեք ամենուր, TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, դե բնականաբար YouTube-ում, Կոար, ինչ մոռացա ասել։ Մոռացար ասել ստեսություն, լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք։